Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր մարտի 18-ն է, երեքշաբթի։ Արդեն մի քանի օր է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին ապատեղեկատվություն է տարածում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել շեշտելով, որ Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Սույն թվականի մարտի 16-ից 18-ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերենշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ եւ ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։ Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17-ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պարագայում։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել Հայաստանի Հանրապետության բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը եւ տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է, եւ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի եւ ժամկետների վերաբերյալ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հաստատագրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը եւ մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաեւ, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն հակառակողությամբ եւ դեպի երրորդ երկրներ եւ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստանի Հանրապետության հարավային հատված հակառակողությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Միևնույն ժամանակ վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն։ Ադրբեջանը այսօր եւս ապատեղեկատվություն է տարածել արևելյան եւ հարավ-արևելյան սահմանի դիրքերին կրակոցներ արձակելու մասին։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե մարտի 18-ին 8:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը կանտոնների խորհուրդը ընդունել է Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի հնարավորության ապահովում բանաձևի նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել կանտոնների խորհրդի 46 անդամից 29-ը։ Շվեյցարիայի իշխանություններն այդ փաստաթղթով կոչ են անում ստեղծել հարթակ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար, ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական եւ արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Վրաստանի արտգործնախարարը խոսել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներից։ Մակա Բոճորիշվիլին նշել է, որ խաղաղությունն ու անվտանգությունը Թբիլիսիի համար առանցքային գործոններ են։ Խոսքս փոքր, բայց շատ դինամիկ տարածաշրջանի Հարավային Կովկասի մասին է։ Վրաստանը միշտ աջակցել է իր հարևանների Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, եւ մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ճանապարհը եւ հայտարարել են խաղաղության պայմանագրի մասին, որը չափազանց կարեւոր է ամբողջ տարածաշրջանի համար, ասել է նա։ Ելույթ ունենալով Նյու Դելիի միջազգային համաժողովում Բոճորիշվիլին նշել է, որ վերջերս Վրաստանը կրկին գիտակցել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի հետ համագործակցության կարեւորությունը։ Արտգործնախարարի խոսքերով այս 3 երկրները Վրաստանի հիմնական գործընկերներն են եւ այդ համագործակցությունը կարեւոր է տարածաշրջանի զարգացման համար։ Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը։ Մարտի 11-ին նախորդ դատական նիստի ժամանակ Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին։ Հիշեցնենք նաև, որ նախորդ դատական նիստին որպես վկաներցուցմունք էին տվել Արցախում բնակվող հայեր, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի դեմ հարուցված շինծու գործերով դատական նիստը տեղի էր ունեցել նախօրեին։ Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանելով 6.75%։ 2025 թվականի առաջին երամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին, փետրվարին կազմելով 2.5%։ Միաժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում, կազմելով 1.5%։ Այս մասին հայտնել է կենտրոնական բանկի նախագահը, ապա պատասխանել լրագրողների հարցերին։ Այսօրվա որոշման համատեքստում, որ տոկոսադրույքը թողնվում է նույնը, ունեք արդյոք կանխատեսում, անում եք արդյոք կանխատեսում ինչ է լինելու վարկերի տոկոսների հետ։ Վարկերի տոկոսները կախված են վարկերի նկատմամբ պահանջարկից եւ առաջարկից։ Եթե մենք տեսնում ենք, որ ինչ-որ իր պրոդուկտի նկատմամբ կա հսկայական պահանջարկ, որը պայմանավորված այլ գործոններով, օրինակ, չգիտեմ, հիպոթեկի շուկայում կա հսկայական պահանջարկ, որովհետև կա պետության ծրագրերը, կամ դրանից հետո այն մարդիկ, ովքեր որ ձեռք են բերում բնակարաններ, իրենք պետք է վերանորոգեն իրենց բնակարանները, այդ տիպի պրոդուկտների սպառողական վարկերի նկատմամբ կա հսկայական պահանջարկ, այդ գործոններն են, պահանջարկից եկող գործոններն են, որոնք ըստ էության թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսները ավելի արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ։ Ինչ վերաբերում է վարկերի ընդհանուր ներքին կառուցվածքային փոփոխություններին, որոնք նաև իրենց հերթին ազդում են տոկոսադրույքի վրա, մենք տեսնում ենք, որ աճում են այն տիպի վարկերը, օրինակ սպառողական վարկերը, որոնց տոկոսադրույքները ավելի բարձր են։ Ու քանի որ այդ տիպի վարկերը Հայաստանում տրվում են հայկական դրամով, վերջին մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում բնականաբար միջին կշռված տոկոսադրույքը գնում է վերևի ուղղությամբ։ Դոլարը գնալով ոնց որ թե անկում է ապրում, արժեզրկվում է, սա ինչով է պայմանավորված եւ ինչ ազդեցություն կունենա սա մեր ֆինանսական շուկայի վրա, տեսակետներ կան, որ Թրամփ-Պուտին հարաբերությունների այս բարելավումն ու ջերմացումը ազդել է ռուբլու փոխարժեքի վրա, ռուբլին գնալով ամրապնդում է իր դիրքերը, արդյոք սա խելամիտ տեսակետ է։ Կարծում եմ, որ ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի։ Այսինքն ձեր նշած դրական սենտիմենտը, որ շուկայում տեսնում են հնարավոր Ուկրաինայի ճգնաժամի հնարավոր արագ հանգուցալուծում, սառեցում կոնֆլիկտի հետագայում որոշակի բանակցություններ, դա միանշանակ դրականորեն է ազդում ռուբլու փոխարժեքի վրա։ Ենթադրում են, որ շուկայի մասնակիցների մոտ այդ սենտիմենտը ըստ պայդրությամբ դոմինանտ է, նաև գիտեք, որ այսօր հեռախոսազրույցն է տեղի ունենալու։ Ես կարծում եմ դրան ընդառաջ որոշակի սպասումներ կան ձևավորված նաև
շուկայի խաղացողների մոտ ինչի դրական ազդեցություն է ունենում ռուսական ակտիվների գների, ընդհանուր ակտիվների գների վրա։ Դոլարի փոփոխությունը կարծում եմ, որ որոշակի նվազում կա ոչ միայն ռուբլու նկատմամբ, այլ օրինակ եվրոյի նկատմամբ էլ, դուք տեսաք, որ եվրոն էլ որոշակի արժևորվեց, էլի որ նայում է շուկայի խաղացողների կոմենտները վարկագծի վերաբերյալ, դա հիմնականում պայմանավորված է ամերիկյան ակտիվների նկատմամբ որոշակի անվստահություն չասեմ, բայց որոշակի տատանողականությամբ մտքում ունենալով այդ տատանողականությունը, որովհետև ըստ էության վարկագծային փորձում են հասկանալ ինչ է ուզում ներկայիս ադմինիստրացիան անի, այդ տարիֆների քաղաքականության, տնտեսական հարաբերությունների միջոցով ու կարծում եմ, որ շուկան դեռ խարխափում է հասկանալու համար ուղեգիծը զարգացման։ Ուստի երևի թե այս պայդրությամբ փորձում են ինվեստիցիաները որոշակիորեն զսպել, մինչև տեսնեն հնարավոր զարգացումները մի քիչ ավելի ինչա լինելու, ինչ ուղղությամբ գնալու։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա այսօր, սա հաստատել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ քննարկումների առանցքում լինելու են Ուկրաինայի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը և երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորումը։ Ուշագրավ միջազգային այլ թեմաներ ներկայացնենք տեսաշարով։ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները պաղեստինյան համաշարժման դեմ Գազայի հատվածում։ Իսրայելի վարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ հրադադարի երկարաձգման բանակցություններում առաջընթաց չլինելու պատճառով Բենյամին Նեթանյահուն հրամայել է վերսկսել օդային հարվածները։ Համասը մերժել է բոլոր առաջարկները, որոնք ստացել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆից և այլ միջնորդներից։ Այսուհետ Իսրայելը Համասի դեմ կգործի մեծացող ռազմական ուժով։ Նեթանյահուի գրասենյակը պարզաբանել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու ծրագիրը հաստատվել է դեռ անցյալ շաբաթ երկրի քաղաքական ղեկավարության կողմից։ Մարտերը կշարունակվեն մինչև բոլոր պատանները տուն չվերադառնան և Իսրայելը չհասնի իր բոլոր նպատակներին։ Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ մարտի 18-ի ժամանակավորապես դադարեցվել են ուսումնական հաստատությունների աշխատանքը Իսրայելի այն բնակավայրերում, որոնք գտնվում են Գազայի հետ սահմանի մոտ։ Իր հերթին Համասը հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումը հարվածի տակ է դնում Գազայում գերիների ճակատագիրը։ Սպիտակ տնից հայտնել են, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին նախապես տեղեկացրել է օդային հարվածների իր մտադրության մասին։ Գազայի հատվածին իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 310, վիրավորվել ավելի քան 1000 մարդ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ցնցված է Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածներից, որոնք հանգեցրել են զգալի քաղաքացիական զոհերի։ Գուտերեշը կոչ է անում հարգել հրադադարը, անարգել վերականգնել մարդասիրական օգնությունը, իսկ մնացած պատաններին անվերապահորեն ազատ արձակել։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե Եմենի ապստամբ հութիների Անսար Ալլահ շարժման հարձակումների հետևում կանգնած է Իրանը։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն։ Եմենում հաստատված հութիների, չարավազակների և հրոսակների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները գալիս են Իրանից։ Հութիների ցանկացած հետագա հարձակում կամ պատասխան մեծ ուժով կհակադարձվի, և երաշխիք չկա, որ այդ ուժը այդքանով կսահմանափակվի։ Թրամփն իր соцհարթակում նշել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին պատասխանատու կհամարի Եմենի Անսար Ալլահ շարժման հութիների յուրաքանչյուր կրակոցի համար։ Այս համատեքստում Սպիտակ տան առաջնորդն Իրանին սպառնացել է հետևանքներով։ Պենտագոնից էլ հայտարարել են, որ մարտի 15-ից ի վեր Միացյալ Նահանգները հարվածել է հութիների 30 թիրախների Եմենի տարբեր շրջաններում։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը ներգրավված չէ տարածաշրջանում ապակայունացնող գործողությունների մեջ։ Ամիր Սաիդ Իրվանին Միացյալ Նահանգներին մեղադրել է Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին ուղղված նամակում Իրանի ներկայացուցիչը զգուշացրել է, որ իր երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա և Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի դրանց համար։ Հավատարիմ լինելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտավորություններին, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը թշնամական գործողությունների պայմաններում։ Եվրամիությունը և գործընկերները 5-8 միլիարդ եվրոին հատկացնում Սիրիային և նրա հարևաններին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Սա հնարավորություն է Սիրիայի ժողովրդի համար օգտագործելու առիթը և որոշել սեփական ճակատագիրը։ Կայա Կալասը նշել է, որ դա կօգնի Սիրիային անցումային շրջանում և կբավարարի հրատապ կարիքները տեղում։
Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները, ինչպես նաև երկրների միջև հետախուզական տեղեկատվության փոխանակումը վերսկսվել է։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակը։ Շոն Պարնելը սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են կրկին մատակարարվում։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզչության 4-րդ օրն է։ Մասնակից քաղաքական ուժերը, չնայած ժամանակակից տեխնոլոգիաների բաց կիրառությանը, էլի շրջում են քաղաքի թաղերով հանդիպում ընտրողներին։ Ներկայանում ու ներկայացնում են իրենց ու իրենց թիմը, իսկ թիմերը ներկայացնելու անհրաժեշտություն կա։ Համամասնական ընտրությունների գնում են ավականու թեկնածուների ցուցակով, բայց ընտրողները ճանաչում են այդ ցուցակների միայն առաջին համարներին։ Մինչդեռ ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները պետք է ներկայացնեն թեկնածուների նվազագույնը 11 եւ առավելագույնը 99 հոգանոց ցուցակ։ Այդ ցուցակները կազմելը քաղաքական ուժերի համար այդքան էլ հեշտ չի եղել։ Գյումրիում ընտրապայքարի մեջ է 6 կուսակցություն եւ 3 դաշինք, յուրաքանչյուրն իր թեկնածուների ցուցակով, որը իմի բերել բավական բարդ է եղել։ Ինչպես գտնել մարդկանց, որոնք բանիմաց են, վստահելի ու ցանկություն ունեն մտնել քաղաքական process-ների մեջ։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը 23 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանը նշում է, փորձել են ոչ թե քանակ, այլ կրթական ցենզ ապահովել։ Թիմը գրելով չէ, թիվ ցույց տալով չէ։ Թիմը պետք է հետը դեղնի, քեզ հետ պետք է աշխատի, դուրս պետք է գա քեզ հետ, շարժի մեջ 50 հոգի, 60 հոգի, 25-ից ավել է արդեն մեծ է նայում, չէ, թվերը արդեն ինչ կա, քերեն կա, այնքան մարդ կա, այնքան ծանոթներ կա, հարազատներ կա, բարեկամներ կա, քերենք, ինչը կփոխի։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ավականու թեկնածուների 4-ը, այդ թվում ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանը, ավականու նախկին անդամներ են։ Գյումրիի ավականու անդամ էր Բարգավաճ Հայաստան խմբակցության կազմում, բայց անկուսակցական։ Հիմա էլ որպես անկուսակցական մեկ այլ կուսակցության ցուցակով է։ Երբևիցե չեմ եղել կուսակցական, հիմա էլ եմ անկուսակցական, ինչու դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որովհետև տեսեք, դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը ոչ հների հետ է ասոցիացում, ոչ նորերի հետ։ Այսի համար շատ կարևոր խնդիր է այդ խնդիրը։ Դրա համար որոշում կայացվեց դեմոկրատական այլընտրանք կուսակցության հետ մենք համագործակցենք։ Ամեն ինչ էլ կիսատ մնաց ցավոք սրտի, ինչի որովհետև պլանավորում ես, փորձում ես այդ հարցերը հետով լուծելով գնալ առաջ, բայց 5 տարվա կառավարման փոխարեն կառավարվեց 3 տարի ավականին եւ համայնքապետը, ըստ այդմ բազմաթիվ ծրագրեր նաեւ մեր կողմից էր ըստ էության ներկայացվել եւ տարեկան աշխատանքային պլանում էր ընկրվել եւ բյուջեում, ցավոք սրտի դրանք մնացին թղթի վրա։ Նախորդ գումարման ավականու կազմում կիսատ թողած նախագծերը շարունակելու ու նորերը հեղինակելու նպատակով ու ցանկությամբ է ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցում ապրելու երկիր կուսակցությունը։ Ավականու թեկնածուների 40 հոգանոց ցուցակ է ներկայացրել։ Գլխավորող թեկնածուն Կարեն Մալխասյանն է նշում, նրանց համար եւս հեշտ չի եղել ցուցակ կազմել։ Շատերը, որոնք կիսում են իրենց գաղափարներն ու ծրագրերը, չեն ուզում քաղաքական process-ների մաս դառնալ։ Թեկնածուներից ամեն մեկը պոտենցիալ քվե ապահովող է, բայց քաղաքական ուժին վստահելի մարդիկ են պետք։ Ցուցակը կազմելիս մենք մոտեցել ենք մարդու մասնագիտական գիտելիքների, հմտությունների, երամարտկային որակների, սկզբունքային լինելու հատկանիշներից ելնելով, ինչի որովհետև կարող եմ, եթե ցայների վերածենք, մեկը մի փոքր շատ ցայն հնարավորություն ունա բերելու, բայց աշխատանքի process-ի մեջ ինքը սկզբունքային չլինի, ինքը մասնագետ չլինի, ինքը հմուտ չլինի, դրանից քաղաքը տուժելու է։ Իմ համար առաջնահերթությունը եղել է ինչքան վստահելի ենքան լավ ու նաև հնարավորինս աշխատել ենք, որ նաև այդ բանիմացությունը, այսինքն մարդիկ լինեն, ովքեր որ որոշակի հետագիծ ունեցող մարդիկ են, քաղաքի համար ինչ-որ բան արած մարդիկ են։ Այդ տարբերակով եմ առաջնորդվել, բայց ցավոք սրտի այս ընտրությունները, քանի որ հասկանալի է մի քիչ ինտրիգային վիճակներ կա, ավելի շատ իմ կարծիքով տրվել է վստահելի մարդկանց, նախասիրությունը տրվել է վստահելի մարդկանց։
Ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը մասնակցում է «Մեր քաղաքը» դաշինքով, որի կազմում են Հայրենիք եւ Միացյալ Հայաստան կուսակցությունները։ Ավականու 34 տեխնացու է առաջադրել կուսակցությունը։ Ցուցակը գլխավորող տեխնացուն վստահում է ցուցակում եղած մյուս տեխնացուներին, իսկ վստահելի մարդկանց քվեն պետք է գալու ընտրությունների հաջորդ փուլում, երբ մանդատներ ստացած քաղաքական ուժերի ավականու անդամները ընտրեն քաղաքապետ։ Այստեղ էլ առաջանում է կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցը, թե ով ու ում հետ է պատրաստ համագործակցել։ Սպասեն ընտրություններին, տեսնենք, եթե ասածի պես 50+ չի լինի, ուրեմն դրանից հետո մենք ունենք ժամանակ կողմնորոշվելու, հասկանալու, նաև իրականում տեսնելու, թե ով ինչ ձայներ է հավաքել եւ ով ում հետ միանա, որ դրական լինի, ով ում հետ միանալը ռիսկային է եւ անհնարին է։ Այդ ժամանակնոր տեղում մենք կարողանանք կողմնորոշվել։ Գյումրիի թիմ ընտրություններին մասնակցող 9 ուժերից 8-ը ընդդիմադիր դիրքերից են խոսում։ Համենայն դեպս հիմա իշխող ուժի հետ համագործակցությունը բացառում են։ Չենք համագործակցելու քաղաքացիական պայմանագրի հետ, համագործակցելու խնդիր չունենք որևէ այլ ուժի հետ։ Եթե կլինեն այնպիսի ուժեր, որոնք ուղղակի կամ անուղղակի կփորձեն համագործակցել քաղաքացիական պայմանագրի հետ, այդ ուժերի հետ միանշանակ էլի չենք համագործակցի, բայց այն ուժերը, ովքեր իրոք ընդդիմադիր են, այսօր հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից եւ շարունակել են իրենց կեսված ընդդիմադիր դիրքերով, այսինքն չեն խաբելու գյումրեցուն, չեն խաբելու ընդրողին, մենք միանշանակ բոլորի հետ համագործակցության եզրեր կգտնենք հանուն քաղաքի։ Այսօր սա խմբակոր, որ մենք ԿՊ-ի հետ չենք իշխող կուսակցության, այսինքն չենք լինելու բան, այնքան մարդիկ կան, որ ես կասկած եմ գա, բայց պետք է լինեն, որ մենք բոլորը զարմանանք։ Սա միանալուց կխոսան, դառնալուց կխոսան, օպոզիցիա ով պետք է անի։ Իսկ ով է ասել, որ ոչ ոք չի մտածել ուժեղ ընդդիմություն ունենալու մասին։ Ես հստակ մտածել եմ ուժեղ ընդդիմություն ունենալու մասին։ Մեզ ուժեղ ընդդիմություն կլինի իշխանության ներկայացուցիչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ով որ համ կենտրոնական իշխանություն ունի, համ էլ այստեղ լինելու է մեզ ընդդիմադիր։ Համ էլ շատ տեղերում ինքը որպես ընդդիմադիր իշխանություն փորձելու է այն ծրագրերը, որը որ իրականում Գյումրուն ու Գյումրեցուն պետք է, որոշակի տեղեր նաև ինքը մեզ հետ համատեղ այդ խնդիրներին լուծումներ տա։ Գյումրիի նախորդ գումարման ավականին այդպես էլ աշխատում էր ակտիվ ընդդիմադիրներով ու կառավարման ղեկը կիսելով, բայց փաստորեն այս մոդելը երկար կյանք չունեցավ ու Գյումրիի նախորդ իշխանությունները 5-ի փոխարեն պաշտոնավարեցին 3 տարի։ Լուսինե Հայրապետյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։